Կարծես թե հստակ բոլոր նշանները կան, որ Պարսից ծոցում իրադրությունը գնում է դեպի մեծ պատերազմ։ Միացյալ Նահանգները վերջերս այնտեղ տեղափոխեց իր ամենախոշոր ավիակիրը Ջերալդ Ֆորդը, որը անցավ Գիբրալտարի նեղուցով եւ հիմա մոտենում է Իրանի ափերին։ Ամերիկյան խմբավորում ռազմական ուժերի ծավալը արդեն համեմատելի է 2003 թվականի Իրաքի պատերազմի հետ, այսինքն սա խոշոր ուժ է եւ պատրաստվում է խոշոր երկարատև պատերազմ, մի քանի շաբաթ, մի քանի ամիս գուցե։ Շատ հարմար է, քանի որ սա արվում է իհարկե Իսրայելի կարգադրանքով, ցավոք սրտի Նետանյահուն, որը ճանաչվել է որպես ռազմական հանցագործ ՄԱԿ-ի կողմից Գազայի ցեղասպանության համար, նա բացարձակ իշխանություն ունի Վաշինգտոնում։ Եվ այս հրամանը գուցե տրվել է նախ նրա համար, որ ոչնչացնել վերջի պետությունը, կառավարությունը, որը դիմադրում է Իսրայելին, դուք գիտեք, որ շարունակվում է Գազայում բնաջնջումը պաղեստինցիների եւ արևմտյան ափում West Bank-ում աննախադեպ տեմպերով հիմա դուրս են հանում պաղեստինցիներին, այսինքն մի ամբողջ երկիր, մի ամբողջ ազգ, որը ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, ոչնչացվում է ձեր աչքերի առաջ։ Եվ երկրորդը շատ հարմար մոմենտ է պատերազմի համար, քանի որ այդ հրաշալի Էփստեյնի գործերում 38,000 անգամ նշվում է Տրամպը։ Եվ դուք գիտեք, 3.5 միլիոն փաստաթուղթ հրատարակել են, 2.5 թե 3 միլիոն դեռ չեն հրատարակել։ Այսինքն պատկերացրեք, թե ինչ է այնտեղ պարունակվում։ Հիմա եթե լինի այսպիսի հարձակում, տեսակ որ Տրամպը տվեց 15 օր Իրանին, բայց չեմ կարծում, որ նա 15 օր սպասելու է, անցյալ անգամ նա նույնպես հարձակվեց այն ժամանակ, երբ դեռ գնում էին բանակցությունները։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ իր նպատակն է փոխել ռեժիմը Իրանում։ Սա նշանակում է բավականին բարձր ինտենսիվության կոնֆլիկտ, այսինքն շատ ուժեղ հարված է հասցվելու Միացյալ Նահանգների կողմից, ներառյալ Իրանի բալիստիկ հրթիռները, որպեսզի թույլ չտան, որ Իրանը պատասխան հարված անի, իսկ Իրանը հասկանալով, որ շատ ավելի բարձր են խաղադրույքները, ավելի ուժեղ ձևով եւ ավելի շուտ, ավելի արագ կանխարգելիչ հարված է հասցնելու, կամ գուցե հենց առաջի հարձակումից հետո շատ ինտենսիվ ձևով, շատ ուժեղ հարված կհասցնի, կոնտրհարված կհասցնի Միացյալ Նահանգների ուժին, նավերին, ռազմական բազաներին եւ Իսրայելին։ Այսինքն այստեղ հսկայական պոտենցիալ կա էսկալացիայի։ Ինչ տարբեր սցենարներով սա կարելի է տեսնել, ինչպես է սա շարունակվելու։ Որպես մինիմում, երևի Յուգոսլավիայի սցենարը, այսինքն ռմբակոծություններ, հրթիռային հարձակումներ, որպես Իրանին ստիպել, որ նա հետ կանգնի եւ զիջի։ Երկրորդը կարող է լինել Լիբիայի սցենարը,